Մեզ պարբերաբար հարց են տալիս, թե ինչու ստարտափների տվյալները հարթակում բացահայտված չեն, ֆինանսական տվյալները մասնավորապես, ստեղ կա մի քանի պատճառ։ Առաջինը դա այն է, որ այդ բոլոր տվյալները կարող են նաև օգտագործվել ստարտափների մրցակիցների կողմից, բայց նաև հաճախորդների կողմից, հա, այսինքն երբ որ հաճախորդը տեսնի շահույթի մարժաները, ծախսերի կտրվածքը եւ այլն, այդ տվյալները կարող են օգտագործվել իհարկե ստարտափների դեմ, օրինակ հաճախորդների կողմից, որպեսզի հասկանան ինչքանով կարող են նվազեցնել ծառայությունների գները։ Դա շատ կարևոր է, որտեղ եթե մենք ներում ենք անում բոլորս այդ ստարտափում, մենք իհարկե ուզում ենք, որ ինքը լիովին եւ մաքսիմում հաջողված լինի եւ ըստ դրա եթե շահույթի մարժաները բացահայտվեն, գուցե այդ եկամտաբերությունը ստարտափի ավելի ցածր լինի։ Երկրորդ պատճառը այն է, որ դա ընդունված պրակտիկա չէ ոլորտում, այսինքն եթե մենք ներում անենք VC ֆոնդում ավելի մեծ ներդրողները ներում են անում VC ֆոնդերում, այդտեղ իհարկե VC ֆոնդերը կամ այդ մեծ ներդրողները չեն բացահայտում իրենց տվյալները, թե ինչու են իրենք ներդրում արել այդտեղ եւ ինչ տվյալների բարագայում։ Իհարկե մենք որպես Equify այդ բոլորը տվյալները ուսումնասիրում ենք, վերլուծում ենք, հասկանում ենք ինչքանով եկամտաբերությունը հեռանկարային է եւ ըստ դրա որոշում է կայացվում այդ ստարտափը ցուցակել թե ոչ։ Եվ այսպեսով կարելի է ամփոփել, ասելով եթե մենք առաջորդվենք ինչ-որ ուղղություններով, որտեղ մենք ինչ-որ խոչընդոտներ ենք ստեղծում կամ մրցակցային առավելություններին ինչ-որ ձևով խոցել ենք դարձնում այս ստարտափների, այդ պարագայում մեր մոտ չեն լինի ոլորտի եւ մեր ամենահեռանկարային ստարտափները։ Հուսամ սա օգտակար էր, եթե հանկարծ ինչ-որ մեկի մոտ հարց առաջանա, ես բոլոր դեպքերում ուզում եմ հասկանամ ինչա այդ ֆինանսական իրականությունը ոնց է, գուցե մենք հիմնադիրների հետ միասին կարողանանք ինչ-որ տվյալներ մեր ներդրողների համար բացահայտել, բայց այդ պարագայում արդեն մենք պետք է առաջորդվենք վստահության վրա եւ չգիտեմ, շատ հարթակներ, օրինակ նույնիսկ այսպես ասած NDA-ներ են օգտագործում, այսինքն non-disclosure agreement, որ այդ ներդրողից այդ ամբողջ ինֆորմացիան հետո չտարածվի։ Հուսամ սա պատկերացրեցիք, հասկանալի էր այս ամեն ինչը, ոնց որ նշեցի, մեր համար ամենակարևորը ստարտափների հեռանկարն է եւ եկամտաբերությունը եւ անշուշտ ենք ամեն ինչով այդ ուղղությամբ։ Շնորհակալություն։